տարվա յուրաքանչյուր եղանակ յուրովի սպասված ու ցանկալի լինելուց բացի նաև իր որոշակի խորհուրդն ունի։ Ու թերևս սխալված չենք լինի, եթե պնդենք, որ ձմռան խորհուրդն էլ ամբողջանում է ամանորի ցանկալի սպասման մեջ։ Սպասումն այդ շատ ավելի ընդգծված է դառնում, երբ օր-օրի աչքիդ առաջ քո սիրելի քաղաքն ավելի ու ավելի տոնական տեսք ու շունչ է ստանում, որի վերջնարդյունքն իր ողջ հմայքով բոլորին ներկայացավ դեկտեմբերի 22-ին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու փոքրիկ Մուշեղի հետ միասին անձամբ միացրեց Հանրապետության մայրիեղևն ու լույսերը, որով էլ ըստ էության տրվեց ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը։ Համաչափ փորձել ենք ձևավորենք Երևան քաղաքը, գրեթե կենտրոն վարչական շրջանում այդքան շատ աշխատանքներ չեն կատարվել, ինչքան մյուս 11 վարչական շրջաններում։ Եվ այսօր ամբողջ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ձևավորված է եւ այս պահից մեկնարկվեց ամանորյա միջոցառումները։ Ուզում եմ մեր երևանցիներին, մեր Երևանի հյուրերին շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ եւ ցանկանալ 2015 թվականը թե մեր ընտանիքներում, մեր երկրում, մեր պետությունում լինի խաղաղություն, երջանկություն եւ մեզ ուրախ տոնական միջոցառումներ։ Ընդամենահաշված րոպեների ընթացքում մայրիեղևն ու լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվեցին նաև մայրաքաղաքի վարչական շրջանների տոնածառերը, գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերը, այդպիսով նաև փաստելով, որ իրական դարձած ամանորյա հեքիաթը ոչ թե տեղային, այլ համաքաղաքային բնույթ ունի, ինչը տոնական Երևանը վերածեց սպասված հեքիաթի իրական թատերաբեմի։ Իսկական ամանորյա տրամադրություն է եւ ուզում եմ, որ այս պայծառ լույսերը հաղորդվեն բոլոր երևանցիներին։ Շատ ուրախ ենք, որ ցենց գեղեցիկ ամեր երեխաների համար ստեղծում են ամեն ինչ։ Մեր ուրախությունն է բարձա երեխաներն են։ Միջոցառումը շատ լավ կազմակերպված է, երեխաների համար ուրախալի է, շատ շնորհակալություն կազմակերպիչներին։ Շատ գեղեցիկ է, շատ տարի փոխվում է գեղեցկությունը։ Գոհ ենք քաղաքապետից եւ միշտ թող մեր հայ ազգը ուրախանա, տխրությունները մնան անցյալում։ Այստեղ հրաշալիքներ են կատարվում միշտ, ու ես կուզեմ այս հրաշալիքները հավերժ մնան ու չհեռանան։ Շատ գեղեցիկ նախաձեռնություն է, շատ շնորհակալություն։ Իրոք մեր քաղաքը շատ գեղեցկացել է, շատ հաճելի է։ Այս մթնոլորտը շատ հոգեհարազատ է բոլորիս։ Փոքրիկը Իտալիայից է եկել։ Պապան իտալացի, շատ գոհ է եւ հավանում է։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է, ժողովուրդը ուրախանում է, զվարճանում է եւ սրանից ուրախալի բան այլևս չեմ պատկերացնում։ Սա մեր համար եւ տոն է եւ ամեն ինչ։ Ես գոհ եմ Տարոն Մարգարյանից, ինքը եւ լուրջ, համեստ, որպես քաղաքապետ նա շատ տեղին է։ Եվս մի քանի օր եւ մուտք կգործենք 2015 թվական, իսկ այն, որ 2014-ը մայրաքաղաքի համար եղել է իսկապես ձեռքբերումների տարի, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ուրախությամբ արձանագրում են հենց մայրաքաղաքի բնակիչները։ 2014 թվականին կյանքի կոչված ու 2015-ի համար նախանշված ծրագրերն էլ իրենց հերթին փաստում են, որ մայրաքաղաքի ու նրա բնակչության բարօրությանն ու բարեկեցությանն ուղղված համաքաղաքային բոլոր ծրագրերը լինելու են շարունակական նաև գալիք 365 օրերին ու ապահովելու են վաղվա ավելի լավ Երևանը։
Սիրելի երևանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ժամը 22-ից բոլորին հրավիրում է մայրաքաղաքի հենց սրտում հանրապետության հրապարակում դիմավորելու ամանորը։ Տոնական տրամադրությունը կապահովեն հայկական էստրադայի սիրված կատարողները, իսկ ուղիղ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ։ Վառ գույներով, տոնական բարձր տրամադրությամբ միասին դիմավորենք նոր տարին։ Սիրով, Երևանի քաղաքապետարան։ Երևանի համաչափ զարգացման համատեքստում կյանքի կոչվող ծրագրերն օրեցօր առավել հարմարավետ են դարձնում քաղաքային միջավայրն ու ապահովելով մայրաքաղաքի աստիճանական զարգացումը, նպաստում են նաև բոլոր այն նախաձեռնությունների շարունակականությանը, որոնք իսկապես սպասված են բնակիչների կողմից։ Անցնող շաբաթ մայրաքաղաքում շահագործման հանձնվեց եւս 2 նոր ճանապարհ, որոնց կառուցումը նախատեսված էր դեռևս խորհրդային տարիներից։ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցված Արշակունյաց պողոտայի աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կիլոմետր երկարությամբ եւ երթևեկելի մասի 20 մետր լայնությամբ ճանապարհահատվածի կառուցման նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային ծանրաբեռնված հոսքերից։ Փոխվել են բոլոր հաղորդուղիները, մասնավորապես օդում գտնվող հաղորդուղիները իջացվել են գետնի տակ։ Լուսավորությունը դրվել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող LED լուսատուներ, որոնք էներգախնայող են մոտավորապես 10 անգամ։ Նորադավիթի կամուրջից այն կողմ ճանապարհ ունենք բաժանիչ գոտի, արգելապատներ, որոնք հնարավորություն է տալիս ապահով երթևեկություն ապահովել, ինչպես նաև հետիոտների անցումը անվտանգ ապահովել։ Ճանապարհաշինական աշխատանքների ողջ ընթացքը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո։ Դեռևս ամիսներ առաջ այս տարածքում շինարարական ակտիվ եռուզեռ էր։ Տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած նախագիծն այսօր այլևս իրականություն է։ Ավելին 2015 թվականից կմեկնարկեն նաև ծրագրի հաջորդ փուլի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2016 թվականին։ Այս ճանապարհների նախագծերը դեռ խորհրդային տարիներին են ցանկություն եղել եւ խորհրդային տարիների նախնական նախագծերը եղել են եւ դեռ այն ժամանակ պետք է կառուցել եւ այլ պատճառներով չի կառուցվել։ Այսօր մենք հնարավորություն ունենք, կարողանում ենք Ասիական բանկի հետ համագործակցել եւ վարկով գումարներ վերցնել եւ ճանապարհը կառուցելու, բայց բնականաբար նախագծերի վրա որոշ փոփոխություններ են կատարում եւ այսօր հարմարեցվում է հենց Երևան քաղաքին, որ կարողանանք շրջանցենք Երևան քաղաքը։ Առաջի տրանշի երկրորդ փուլը հունվարի 15-ից հետո 2015 թվականին կսկսեն աշխատանքները։ Մենք շինարարին արդեն տվել ենք այն տարածքները, որտեղ ինքը ազատ կարող է գործող աշխատանքներ կատարի, իսկ մի քանի ամսվա ընթացքում մենք ավարտենք իրացման գոտին եւ ամբողջ տարածքը կտրամադրենք շինարարին։ Ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է Շիրակի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցել շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային խոշոր հանգույց 2 թունելային բացվածքներով։ Այն արտաշատի խճուղու լայնացման արդյունքում կապահովի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս եւ դրանով զգալիորեն կբեռնաթափի նաեւ փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։ Մայրաքաղաքում շահագործման հանձնված հաջորդ ավտոճանապարհը Երևանի Վիլնյուսի փողոցի նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ եւ 8-ից 11 մետր լայնությամբ նոր ճանապարհային հանգույցն է։ Ճանապարհի հնարավորություններին տեղում ծանոթացավ նաեւ Երևանի քաղաքապետը։ Դեռ խորհրդային տարիներից նախատեսված այս ճանապարհի կառուցումն իրականացվեց բացառապես համայնքային բյուջեի միջոցներով։ Այն կառուցելու անհրաժեշտությունը հենց տեղի բնակիչների կողմից էր բարձրացվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ անմիջական հանդիպման շրջանակում, որը եւ կարճ ժամանակ անց կյանքի կոչվեց։ Ես անձամբ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք իմ դիմումը, որ այս բարի գործը այս ամանորի շեմին դուք մեզ նվեր արեցիք։ Բնակիչները միշտ բարձրացնում են այն հարցը, որ 9-րդ մասիվից 8-րդ զանգված ճանապարհ չկա եւ խորհրդային տարիներին պետք է կառուցեին այդ ճանապարհը եւ թերի էին թողել։ Այդ ճանապարհը կարճ էր, բայց ծախսատար, մոտ
600 մետր ճանապարհ էր, որը այս տարի համայնքային բյուջեից դա իրականացրեցինք, այսօր արդեն հանձնեցինք մեր բնակիչներին, այնտեղ էլ որակյալ ճանապարհ ենք ստացել եւ 8-րդ, 9-րդ զանգվածի մեր բնակիչները արդեն ճանապարհը լավ կրճատվել է, կարող են հանգիստ երթևեկել, լուսավորությունը ամբողջությամբ ապահովված է, նաև հարակից վայրում կար արդեն ձևավորված սեփական տներ, առանձնատներ, որոնք իրենց բնակարանները չէին կարողանում մուտք ունենալ, այսօր հանգիստ կարողանում են մուտք գործել իրենց բնակարանները։ Մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգման ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքները առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական եւ կյանքի են կոչվելու տարբեր վարչական շրջաններում։ Բանակ հասարակություն կապն առավել ամրապնդելու եւ սահմանամերձ զորամասերում ծառայող Երևանաբնակ զինվորների հանդիպումներն ընտանիքի անդամների հետ առավել հաճախակի դարձնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ու Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ սոցիալական նշանակության մի շարք ծրագրեր են կյանքի կոչվում։ Ծրագրեր, որոնք անչափ սպասված ու կարևոր են ինչպես հայրենիքի պաշտպանների, այնպես էլ նրանց ծնողների համար։ Շատ շնորհակալ ենք, գոհ ենք, անչափ գոհ ենք ձեզանից, որ նման գեղեցիկ բայեր եք պարգևում մեզ, մեր ծնողներին, որպեսզի մենք գնանք մեր զավակներին տեսնենք։ Մեր զինվորներն էլ շատ ուրախ են, որ նմանատիպ հանդիպումները շուտ-շուտ ա լինում։ Մենք այս ամեն ինչը պարոն նախարարի հետ միասին քաղաքապետարանի հետ փորձելու ենք տարին 2 անգամ մեր Երևանաբնակ զինծառայողների ծնողներին հնարավորություն տանք, որ այցելեն։ Եվ նաև Պաշտպանության նախարարությունն էլ այդ հնարավորությունը բազմիցս տալիս եւ նման միջոցառումներ կազմակերպում։ Համոզված եղեք, մենք միշտ ձեր կողքին ենք, ձեր ընտանիքների կողքին ենք եւ շնորհակալ ենք, որ նման գործիներ ունեք մեր երկրի համար են ծառայում եւ որ մենք կարողանանք այստեղ թե տնտեսությունը, թե երկիրը զարգացնել։ Միայն 2014 թվականի ընթացքում Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 2000 ծնողներ հնարավորություն ստացան այցելել Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր, տեսակցել իրենց զավակներին։ Տարեկան առնվազն 2 անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող Երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ Երևանի քաղաքապետարանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողներն այս տարի հնարավորություն ստացան նաև Երևանում հանդիպել իրենց ծնողներին ու հարազատներին։ Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին, ինչ ասեմ, որ հնարավորություն ընձեռնեցին մեր բալիկներին ընտանեկան ջերմությունը զգալ, թեկուզ կար ժամանակով, տեսնել իրենց ծնողներին, մեզ էլ հնարավորություն տվեցին տեսնել մեր որդիներին։ Անակնկալ հանդիպում, որի համար շատ շնորհակալ ենք պարոն քաղաքապետից։ Թող մեր հայոց աշխարհին խաղաղություն լինի ու մեր բալիկները, մեր որդիները ողջ ու առողջ վերադառնան տուն, կատարեն իրենց պարտքը ու վերադառնան տուն։ Իմ բալեքի այսպես բոլորն էլ մերն են, մենք պիտի պաշտենք, մենք պիտի հարյենք մեր բանակը, մեր զինվորներին, առաջ երթին զինվորներին, հետո մենք գոյություն ունենանք, որ կարողանանք մեր զինվորների աչքին երևանք, իրանք ցավը տանեն բոլորի։ Ընթացիկ տարում այս ծրագրի շրջանակում էլ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն ստացան այցելել Երևան եւ խրախուսվել 5-օրյա արձակուրդով։ Բոլորիս համար հպարտություն է ունենալ անկախ Հայաստան, ունենալ
մեր հայկական բանակը, որը մեր մեծերի, մեր պապերի երազանքն է։ Եվ այսօր մենք դա ունենք եւ պետք է դողանք մեր ձեռքբերածով։ Որպես հայ մարդ, որպես Երևանի քաղաքապետ ես պարտավոր եմ լինեմ բանակի կողքին, մեր զինվորի կողքին, մեր զինվորի ընտանիքի կողքին։ Ուզում եմ խոնարհվել մեր զինվորների ծնողների առջև։ Շնորհակալ ենք, որ նման որդիներ եք ունեցել, որ այսօր պահպանում են մեր հայոց սահմանները, մեր անկախ պետությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, որ կաք եւ միշտ իմացեք, մենք ձեզ սպասում ենք, մենք միասին ենք մեր պետությունը կառուցելու։ Բանակ հասարակություն կապն առավել ամրապնդելուն ուղղված 2014 թվականի սոցիալական ծրագրերն ամփոփվեցին Երևանի քաղաքապետի պարգևներով։ Իսկ որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն էլ արժանացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի շնորհակալագրերի։ Իզուր չէ, որ Պաշտպանության բանակի եւ նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը դա բանակը մեր տունն է, մեր ամրոցը, եւ այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ որ ներդաշնակվում եւ համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները։ Զորամասը մեր տունը, որտեղ որ տանը մեկը մյուսի նկատմամբ փոխադարձ սիրով եւ հարգանքով ապրում, արարում եւ պաշտպանում են մեր հայրենիքը։ Մենք ուզում ենք իդեմասից բանակի հրամանատարության անունից շնորհակալություն հայտնել ձեզ նման զավակ դաստիարակելու համար։ Քանզի ձեր կատարած աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ձեր զավակներ իրենց ծառայությամբ աչքի են ներկում եւ ավելի հեշտացնում են հրամանատարության աշխատանքը հայրենիքի պաշտպան կերտելու ճանապարհին։ Սիրելի ծնողներ, ձեր զինվոր որդիների ուժի, մտքի եւ բացքի զորության մեջ է հայրենիքի ազատությունը, նրա յուրաքանչյուր հաղթանակը։ Մեզանով է զորանում հայոց բանակը, եւ մենք կապացուցենք, որ մեր հայրերն ու եղբայրները զուր չեն պայքարել հանուն այնպիսի մի գործի, ինչպիսին է հայրենիքի պաշտպանությունը։ Եվ որպես իմաստուն պատվիրան մեկընդմիշտ ունկնդիր լինենք սպարապետ Գարեգին Նժդեի խոսքերին. բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել։ Շնորհակալություն։ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցելու է նրանց։ Մեկ անգամ եւս վստահեցրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնելով բոլոր զինվորներին, ընդգծեց, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու եւ ապահովելու աստիճանական զարգացումը նաեւ քաղաքամայր Երևանում։ Սառույցի վրա Երևանի Գեղասահքի եւ Տափողակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաններն են ցուցադրական ելույթով։ Կարապի լճի սահադաշտ արդեն 10-րդ տարեշրջանն է, որ իր դռներն է բացում Ջմուշկասահքի սիրահար երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի առջև։ Բացի մարզվելը միևնույն ժամանակ շատ հաճելի երևույթ է երեխաների համար հատկապես, թեպետ տարիքային սահմանափակում այս սահադաշտում չկա, ցանկացած ոք կարող է գալ մարզվել, սահել, առաջին անգամ փորձել նույնիսկ եւ կարծում եմ վայելել երևանյան ձմեռը։ Սկսնակներին այստեղ վարժվելու հարցում կօգնեն հմուտ մարզիկները։ Իդեպ այս տարի ձեռք են բերվել նոր չմուշկներ, որոնցով սահքը կլինի առավել դյուրին։ Շատ լավ զբաղմունք է, շատ լավ սպորտաձև է։ Երեխաները հրաշալի ժամանակ են անցկացնում այստեղ։ Շատ ուրախ եմ, որ բացվել է, այս Գեղասահքը շատ սիրում եմ։ Փոքրիկս էլ։ Հաճելի է երեկոյան ժամերին գալ, թեկուզ եւ չսահել, բայց նայել ու հիանալ։ It's wonderful։ Իսկապես հրաշալի է այստեղ։ Անչափ ուրախ ենք այս օրերին Երևանում գտնվելու համար։
Սահադաշտը բաց է լինելու ամեն օր առավոտյան ժամը 11-ից մինչ 22-ը, բացառությամբ ժամը 16-ից 18 տևող տեխնիկական ընդմիջման։ Սիրելի երևանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ժամը 22-ից բոլորին հրավիրում է մայրաքաղաքի հենց սրտում հանրապետության հրապարակում դիմավորելու ամանորը։ Տոնական տրամադրությունը կապահովեն հայկական էստրադայի սիրված կատարողները, իսկ ուղիղ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ։ Վառ գույներով, տոնական բարձր տրամադրությամբ միասին դիմավորենք նոր տարին։ Սիրով, Երևանի քաղաքապետարան։